Ուզում կարդամ Եբրայեցիների թղթի 9-րդ գլխի 27-28 համարները։ Եվ ինչպես մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել ու նրանից հետո դատաստան, ես մասին երկու բառ ասեմ, նոր անցնեմ առաջ։ Սա պարզապես կողից օգնող բան է։ Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել ու նրանից հետո դատաստան։ Լսել եք, հնդկական կրոններ կան։ Այս ինչ-որ բան արձագանքում է։ Հնդկական կրոններ կան, որ վերամարմնավորում են ասում, այսինքն մարդը հետո մի ուրիշ մարմնով կարող է ծնվի բան եւ այլն։ Այս խոսքը հակասում է այդ բոլորին։ Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել, նրանից հետո դատաստան։ Ոչ թե երկու անգամ ծնվել, երեք անգամ ծնվել, 4 անգամ մեռնել եւ այլն, չէ։ Մեկ անգամ մեռնել, դրանից հետո դատաստան։ Այսինքն այս կյանքը մեզ տրված է մեկ անգամ։ Այս երկիրը մեզ տրված է մեկ անգամ։ Պատրաստվել է մեկ անգամ, անպատրաստ է մեկ անգամ, դատաստանի առաջ կանգնում ենք, այս մեր ապրած կյանքի համար ենք պատասխան տալու։ Հիմա շարունակությունը։ Նույնպես էլ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեցավ շատերի մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար նրանց, որոնք նրան կսպասեն։ Հիմա Քրիստոս ասում է մեկ անգամ պատարագ մատուցվեցավ, այսինքն մեր կյանքի համար Քրիստոսի այդ զոհաբերությունը, այդ պատարագն է մեր փրկության միջոցը։ Երկրորդ անգամ ինքը չի զոհվի մեր համար, երկրորդ անգամ էլ մեղքի համար չի գալու։ Հիմա գալու է արդեն ոչ թե մեղքի համար, այլ երկրորդ անգամ պիտի գա, 28 համարի երկրորդ մասը։ Երկրորդ անգամ առանց մեղքի, այսինքն ոչ թե մեղքի համար, այլ պիտի հայտնվի փրկության համար նրանց, որոնք նրան կսպասեն։ Այս բառերն են հիմա իմ հիմքը լինելու, իմ խոսքի հիմքը, որոնք նրան կսպասեն։ Երկրորդ անգամ Հիսուսը պիտի գա։ Հիմա ամբողջ աշխարհում մեկ այս խոսքը տարածում ամբողջ աշխարհում մեկ շատ ազգերի մեջ այս խոսքը խոսում է, որ Հիսուսը պիտի գա։ Գալուստը պիտի լինի։ Հիմա մարդիկ կան, որ ասում են ուրա, դե թող գա տեսնենք, Պետրոսի թղթում գրված։ Ես էլ եմ լսել ոմանց, բա ուրախի չի գալի գա տեսնենք, էլ չի ասում, Հիսուսի գալի իր համար վայ է, օրհնություն չի։ Ինքը ասենք, ով պատրաստ չի, ինքը ողջ բանելու այդ Հիսուսի գալուց։ Բայց ինչևից է։ Ում համար է գալու Հիսուսը։ Հիսուսի գալուց ես օգտվելու եմ, թե չեմ օգտվելու։ Ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ամեն մեկից կարող ենք sense մտածել։ Հիսուս միտեղ ասաց, որ աշխարհը շահես քո անձը կորցրես, ինչ օգուտ։ Հիմա ես դրանից օգուտ ունենալու եմ, թե չէ։ Ես դրա հետ ինչ որ կապ ունեմ, թե չէ։ Ստեղ ասում արդեն, ովքեր կապ ունեն։ Գրած չի, Հիսուսը գալու է արդարների համար, չնայած ամբողջ Աստվածաշունչը լցված է արդարության քարոզով։ Հիսուսը գալու է սուրբերի համար, Հիսուսը գալու է Աստծո զավակների համար, դες չի գրված։ Գրված է, գալու է իրեն սպասողների համար։ Երկու հոգի, երկուսն էլ արդար, երկուսն էլ մաքուր, երկուսն էլ պատրաստ։ Բայց ով որ իրան չի սպասում, նրա համար չի գալու, ով որ սպասում է նրա համար է գալու։ Ես այս սպասելու վրա եմ արդեն խոսքս կառուցել, դրա մասին եմ խոսելու, այսինքն որ ասում սպասելու վրա բնականորեն միտք առաջանում։ Ինչպես սպասել, սպասելու կամ սպասողի հատկանիշները որոնք են, ինչ նշանակում սպասել, ոնց սպասենք, այդ սպասելը Աստված ասելով ինչ ի նկատի ունի, ավելի խորը հասկանանք այս սպասելը, որ աշխատենք իսկապես սպասող լինել։ Առաջինը ես ուզում եմ լավ, երկու տեղ ուզում եի համարները կարդայի, տեսա հետո առաջի հարց կա, երկու բան էլ ասեմ նոր։ Ուրեմն Հիսուսը գալու է իրան սպասողների համար, բայց ես ուզում մի քիչ դες մտքով շարունակենք։ Հիսուսը ոչ թե միայն այդ երկրորդ անգամվա գալուստն է, ոնց որ գալուստի մասին է գրված Աստծո խոսքի մեջ,
Միտեղ Հիսուսն ասեց, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Այսինքն Հիսուսը նաև գալիս է, այսպես մեր հավաքների ժամանակ։ Հիմա չգիտեմ, ոնց բացատրեմ, Սուրբ Հոգով է գալի, ինչպես է գալի, բայց ասեց, որտեղ հավաքվեք, ես այնտեղ կլինեմ։ Ուզում ասեմ, բացի այն երկրորդ գալուստից, որ ամպերով պետք է գա, այսպես ժամանակել է Հիսուսը գալի։ Դե պարզ է, ինչ որ մի մարմնավոր երևույթով չի գալի։ Մեր սրտերն են զգում իր ներկայությունը։ Մեր հոգիներն են զգում իր ներկայությունը։ Նաև ավետարանիչներին ասեց. գնացեք քարոզեք, ես ձեր հետ եմ ամեն օր։ Այսինքն Հիսուսին սպասելը ոչ թե միայն այն գալուստին սպասելն է, այլ եթե դու խնդրել ես իրան, կանչել ես, սպասում ես, որ նա գա քո կյանքի մեջ։ Եղել է, որ քո աղոթքով իրանին բան խնդրես։ Եվ սպասում ես։ Մեր խնդրանքի պատասխանի սպասում ենք, իր հետ հանդիպմանը սպասում ենք, իր ինչ-որ մի խոստմանը սպասում ենք, կա այս բանը թե չէ։ Ես ուզում եմ այս սպասել բառը տարածենք մեր ամբողջ կյանքի բոլոր օրերի վրա, կրկնում եմ, այն որ իր գալուստին սպասում ենք, այդ իր հերթի դա ամենակարևորն է, բայց նաև մենք սպասում ենք, մեր կյանքի մեջ հաճախ իր կարիքն ունենք, մենք իր հպման կարիքն ունենք, մենք ինչ-որ մի փոփոխության կարիք ունենք, մենք լուծումի կարիք ունենք, մենք կարոտում ենք իրան, իր ներկայության կարիքը ունենք։ Մեզ բանը Մովսեսն ասեց, եթե դու մեր հետ չգաս, մենք չենք գնա, այսինքն իմ կարիքը քո ներկայությունն է։ Այս սպասումներն էլ կարծում կարելի է մտցնել այս սպասելու մեջ։ Հիսուսը գալիս է իրեն սպասողների համար։ Որտեղ տեսեք, չասես, որտեղ մարդիկ հավաքվեն, ես ընդեղ եմ, չէ, որտեղ հավաքվեն իմ անունով, որտեղ հավաքվեն Հիսուսի համար, որտեղ հավաքվեն եւ իրանց սիրտը փափագում է Հիսուսին, սպասում է Հիսուսին, ասեց ես ընդեղ կգամ։ Ուրեմն Հիսուսը գալիս է իրեն սպասողների մոտ։ Այս մասին եթե ծառայողներ բանում եք, համեցեք ասեք։ Այսքան խոսացածի վերաբերյալ։ Եթե չկա, շարունակենք։ Ես որ ասի, բացի այդ, նաև մենք էլի սպասելիքներ ունենք, ուրեմն այս նույն եբրայեցիների 11:10 գրված է. Աբրահամը կսպասեր հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Դե այն սկզբից էլ միշտ մենք ես աշխատել եմ օրինակներ բերել, այսինքն այն մարդկանց օրինակները, որ տենանք այս խոսքը իրաց կյանքում ոնց է կատարվել, որ ես օրինակ վերցնեմ իմ կյանքում էլ կատարվի։ Եվ լավագույն օրինակներից մեկը Աբրահամն է։ Աբրահամը երկրի վրա էր ապրում, բայց բարիս պարզումը նրա միտքը ավելի շատ երկնքի հետ էր։ Նա ավելի շատ երկնային բաներ էր մտածում, Աստծո խոսքն է ասում։ Հիշում եք, այն անցած անգամներ ասացի, որ իր որդուն հանեց զոհասեղանի վրա, նա մեր նման ոնց որ գառն մորթում, կովեն մորթում, խոզեն մորթում, այտենց չէր մտածում, որ հեսա միսը ուտեն։ Նա մտածում էր Աստված հարություն է տալու։ Նրա միտքը երկնային չափանիշներով էր աշխատում։ Աստված հարություն է տալու, գրված է։ Եվ նույն ձևով Աբրահամը գրված է, սպասում էր հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Այսինքն Աբրահամը ստեղ չէր մտածում, ինքը շատ հարուստ էր, կարող էր ինչ դղյակներ սարքեր, բայց ինքը վրանների տակ էր ապրում, տեղից տեղ էր տեղափոխում։ Ինքը սպասում էր այն քաղաքին։ Ինքը գիտեր, որ մի քաղաք կա։ Մենք արդեն հայտնությունից, դե Աբրահամը եթե որ մտածում էր, հայտնության գիրքը դեռ գրված չէր, որ ասենք ինքը հայտնությունը կարդացել էր։ Հայտնության գիրքը մեր համար է գրված, մենք կարդում ենք, բայց ինքը գիտեր, որ այդ քաղաքը կա։ Այնքան էր երկնքի մասին մտածել, որ արդեն Աստծուց ստացել էր, որ Աստված քաղաք է պատրաստել, որի մեջ արդարություն է բնակվում, որ Աստված է այնտեղ բնակվելու, եւ ես գնալու եմ Աստծո հետ ապրեմ այնտեղ։ Եվ Աբրահամի փափագը այդ քաղաքն էր։ Երկրի վրա ապրելով նրա փափագը սպասելիք այդ քաղաքն էր։ Հիմա ես ինձ ուզում եմ բերեմ մեր վրա։ Մեր սպասելիքը երկրային բաներ են, թե երկնային բաներ են։ Մենք ստեղի օրհնությունները, վայելքները, ունեցվածքներն ենք մտածում սովորը, թե ընդեղի։
որտեղի մասին մտածում ենք։ Հիսուսն ասեց, որտեղ ձեր գազնը, ձեր սիրտն էլ ընդեղ կլինի։ Որտեղի մասին մտածում ենք, մյուս բաները կզոհենք դրա համար։ Եթե այստեղի բանը համար ենք մտածում, մեր աղոթնել ենք զոհում դրա համար, պաշտամունքի գալնել ենք զոհում դրա համար։ Այսօր չեմ ասում, այսօր անձրևի պատճառով, բայց շատ ժամանակ ազատաթորները վկայում են, որ այն մարդը, որ ստեղ պիտի նստեր, ընջելա փողի հետևից։ Կամ ինչ որ մի գործ, որը ավելի թանկ է իր համար, քան թե Քրիստոսի ներկայությունը։ Քրիստոսի ներկայությունը զոհում է երկրային բանի համար, բայց Աբրահամը երկրայինն էր զոհում երկնայինի համար։ Իր մտքի մեջ այն քաղաքն էր, եւ եթե մի բան կխանգարեր, այդ բանը կթողեր, որպեսզի այն քաղաքը հանկարծ ձեռից չտար։ Ես բերել եմ մեր կյանքի վրա։ Ժողովուրդ, այդ քաղաքը միայն Աբրահամի համար չէր սարքված, այդ քաղաքը բոլորիս, բայց բոլոր նրանց համար, ովքեր այսպես Աբրահամի նման կմտածեն, ովքեր նրան են սպասում։ Աբրահամը սպասում էր։ Դե պարզ է, այստեղ Քրիստոսի անունը չկա, որ Հիսուսին էր սպասում, բայց հասկանալի է, գիտեր, որ ընդեղ Աստծո հետ ապրելու։ Մենք էլ գիտենք, որ ընդեղ Աստծո հետ ենք ապրելու։ Էլի եթե եղբայրներ բանում եք, համեցեք ասեք։ Շարունակենք։ Այս նույն Եբրայեցիների 11-ի 26-ում էլ գրված է։ Բերեք ինձ ստերից կարդամ։ Մովսեսի մասին է գրված, ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը, որովհետև դիտելով կսպասեր վարձքի հատուցումին։ Հասկանում եք, արդեն սպասելու վերաբերյալ որոշ տեղեր եմ դուրս բերել։ Մովսեսը ինչ մտածելակերպ ուներ։ Մովսեսը մեծացավ Փարավոնի պալատում։ Ինքը կարող էր փարավոնական, թագավորական կյանք ապրել երկրի վրա, ամեն վայելքներով կյանք ապրել երկրի վրա։ Բայց մերժեց եւ ընտրեց ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատին, քան թե Եգիպտոսի գանձերը, որովհետև մի հատ սպասելիք ուներ։ Ինքը Աստծուց վարձք էր ստանալու։ Աստծո վարձքը ավելի մեծ է իմ համար, քան թե երկրային բոլոր գանձերը։ Իսկ Աստված խոստացել է։ Բոլոր իր ծառայողներին խոստացել է, այնտեղ վարձք։ Պարզ է, մենք Աստծո հետ առուտուր չենք անում։ Բայց մի հատ կարևոր միտք ես ինձ սովորեցնող ավակ եղբայրներից եմ լսել։ Եթե հնարավոր այնտեղ ինչ-որ մի բան ունենալ, ինչի չունենանք։ Եթե հնարավոր այնտեղ մի բան լինել, ինչի չլինել։ Հասկանալ, եթե հնարավոր այնտեղ այդ քաղաքի բնակիչ չլինել, ինչի չլինեմ։ Եթե հնարավոր այնտեղ ավելի բարձր լինեմ, ինչի չլինեմ։ Հա եթե մի բան հնարավոր չի, հնարավոր չի, բայց եթե հնարավոր է, ճիշտ մտածելակերպ են, որ ունենամ, լինեմ։ Ոչ թե առուտուր անեմ Աստծո հետ, այլ Աստծո տված հնարավորությունը գործածեմ։ Աստծո բացած դռնով ներս մտնեմ։ Աստծո հրավերը ընդունեմ։ Աստծո կանչին վազեմ։ Ամեն։ Հիմա նույնը ձեզ եմ ասում։ Այդ քաղաքի բնակիչը լինելու հնարավորությունն է տրված մեզ։ Աբրահամը եւ Մովսեսը դա լավ էին հասկացել։ Դրա համար իրանք մեր համար օրինակ են։ Դրա համար իրանց անունները Աստվածաշնչում գրված է եւ իրանք համարում են Աստվածաշնչյան հերոսներ, հավատքի հերոսներ։ Այդ հերոսությունը ոչ թե բիլակի ուժով է, ոչ թե մարդկային ինչ-որ բաներով է, չէ, այդ հերոսությունը իր մտածելակերպով է։ Այս մարդը երկրի վրա կարող են տկար մարդկանց պես ապրել, բայց իր միտքը երկնքում էր։ Եվ Աստված դա հավանեց։ Եվ Աստված դա գրել է, որ այսօր ես ու դու կարդանք, տենանք Աստծո հավանած մտածելակերպը որն է։ Աստծո հավանած միտքը, Աստծո հավանած այն հոգեբանությունը որն է։ Ես վերջերս արժե համակարգ բառը շատ ենք գործածում։ Մենք ինչ արժե համակարգի մեջ ենք։ Այսինքն մեր մեջ որ արժեքներն են ավելի բարձր։ Մարդկա իր համար երկրային պաշտոններ, մարդկա իր համար երկրային վայելքներ, տարբեր վերջ է, բայց
Աստված հավանում է նրան, ով որ երկնայինն է ընդունել իր մեջ, ով որ երկրայինը կզոհի երկնայինին, ով որ այդ ընտրության մեջ կընտրի երկնայինը։ Երկիրն էլ ինչ որ նրա մեջ կգտնվի պիտի այրվեն, շարունակում ենք։ Ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, մեզ ինչպիսի մարդիկ լինել կվայել է, բութադրված, սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու արտորալով Աստծո օրվան գալուն, որի մեջ երկին կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկած պիտի հալվեն, սակայն իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարություն կբնակվի։ Ուստի սիրելիներ, սրանց սպասելով ջանացեք, որ նա ձեզ անբիծ ու անարատ գտնի խաղաղությունով։ Ճիշտ սրա վրա եմ ուզում կանգ առնենք։ Դե սրանց ճիշտ վերև գրված է որ ինչպես Նոյի ժամանակ հին աշխարհը կամ գրած հին աշխարհը ջրեղեղով կործանվեց, հիմիկվա աշխարհն էլ պահված է կրակի համար, կրակով պիտի կործանվի։ Եվ դրա համար այս բառերը գրված։ Ամեն բան պիտի այրվեն, բաները կան չեն վառվում, բայց հալվում են։ Այստեղ գրած է լուծվել կամ հալվել։ Այսինքն, այս ինչ որ տեսնում ենք, այս բոլորը ժամանակավոր են։ Ինչ որ ունես, ինչ որ հավաքել ես, ինչ բան որ ես աչքիդ կարող ես տեսնել, ըստ այս խոսքերի բոլորը պիտի վառվեն ու հալվեն։ Դե արի հավաքածդ վայելի։ Այստեղ ուզում եմ հիշեցնեմ Լուկաս ավետարանի մեջ մի հատ պատմություն կա։ Մի մարդու արտերը շատ բերքեր տվեցին, ես մարդը ասաց ինչ անեմ, ամբարներս մեծացնեմ, բոլորը հավաքեմ ու իմ անձիս ասեմ ով անձ շատ տարիների համար գանձեր ունես հավաքած, ջեր խմի ու վայելի եւ ուրախացի։ Աստված ասաց անմիտ, այս գիշեր քո հոգին պիտի պահանջի, այդ քո հավաքածուն պիտի լինի։ Դա մեր համար է գրված ժողովուրդ, որ մենք խրատ առնենք, որ մեր համար ասենք ինչ անենք մենք այդպիսին ենք, չէ, բայց խրատ առնենք, մենք ամեն ինչից կարող ենք խրատ առնել։ Հիմա խրատը ո՞րն է։ Մենք երկրի վրա ժամանակավոր ենք։ Ինչ էլ ունենանք, մի օր այդ մեր ունեցածը պիտի թողենք գնանք, կամ այդ մեր ունեցածը պիտի վերանա։ Հենց որ մի քիչ նորմալ մտածողը պիտի հաստատ երկնքի մասին մտածի։ Հաստատ հետմահու կյանքի մասին պիտի մտածի։ Ով որ հետմահու կյանքի մասին չի մտածում, չգիտեմ ինչքան է փոշմանելու, ինչքան վատ են զգալու, ինչքան վատ ալնելու։ Հիմա Պետրոսը ստեղ արդեն ավելի կոնկրետ ասում, կամ Պետրոսի միջոցով Սուրբ Հոգին ավելի կոնկրետ ասում։ Այս բոլորը պիտի վառվեն։ Ուստի 11 համարն է։ Ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի վառվեն ու լուծվեն, ձեզի ինչպեսի մարդիկ լինել կվայելի, այսինքն դրանից ինչ հետևություն, ես ինչ անեմ, ինչպեսի մարդ լինեմ։ Ստեղ երկու որակ է գրված. Սուրբ վարմունքով ու բարեպաշտությունով։ Հետո մի քիչ հետո էլի որակներ կան, առաջին ես երկուսը։ Սուրբ վարմունքով ու բարեպաշտությունով, սպասելով, նաև արտորալով այս բառի վրա այս հիմա կանգ չեմ առնի, ես ուզում այս սուրբ վարմունքի եւ բարեպաշտության վրա կանգ առնեմ։ Ժողովուրդ, ուզում մի հատ սպասել բառի մասին մի քիչ էլ խոսամ։ Սպասել ո՞նց ենք հասկանում։ Մարդը ինչ որ բանի սպասում է, թե չէ։ Շուտ ստե ասած մի հատ օրինակ կար, հիմա էլ ասեմ։ Ես մեր միկրոյի խաչմերուկում շատ նենց միշտ խիտա մարդիկ, ավտոներ եւ այլն։ Նաեւ կանգ առ, ավտոբուսի կանգ առ։ Հիմա այդ մարդիկ ասեն կողից նայում ես։ Կարծեմ ջոկվում է, ով է ավտոբուսին սպասում, ով չի սպասում։ Ջոկվում է թե չէ։ Հիմա եթե մեկը խանութներն է նայում, բան եւ այլն, բարձ հասկանում ես ավտոբուսի չի սպասում։ Իսկ եթե մեկը sense կայնած աշկը այն կողմից է, որտեղից ավտոբուսը գալիս է, մեկ էլ ժամն է նայում։ Հասկանում ես, որ ավտոբուսի է սպասում։ Այսինքն մարդու կանգնելու ձևից, շարժվելու ձևից, ինչ որ բաներից ջոկվում է սպասող եւ չսպասողը։ Դե ես ավտոբուսի սպասելը ասեցի։ Հեսա ուրիշ սպասելու մասն էլ կխոսեմ։
Հիմա ստեղ ներկայացումը, եթե մենք նոր երկնքի եւ նոր երկիր ենք սպասում, եթե մենք սպասում ենք, որ ոչ թե սա պիտի վայելենք, այլ սա պիտի վերանա, մենք ուրիշ մի բան պիտի վայելենք։ Մեր սպասելը ոնց պիտի երևա, ով են այդ սպասողները։ Սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ սպասելու։ Այսինքն երկինքը սպասողների ջոկումա այս որակներով։ Երկինք ասած, ասենք հրեշտակները, Աստված, սրանով է ջոկում, այս մարդը ինձ սպասում է թե չէ։ Այս մարդը Քրիստոսին սպասում է թե չէ։ Այս մարդը այդ քաղաքին սպասում է թե չէ։ Եթե մեկը սուրբ վարմունքով չի ապրում, նա չի սպասում։ Որտեվ այդ անդեղի անցաթուղթ ասեմ, թուղթ չէ, էլի բառ չգտա ինչ ասեմ։ Մուտքի իրավունք է։ Եթե մեկը բարեպաշտության մեջ չի, նա չի կարող մտնել։ Ուրեմն մենք որ հասկանում ենք, այնտեղ մտնելու իրավունքը բարեպաշտությունով է, ուրեմն մենք բարեպաշտության մեջ ապրենք։ Մի երկու որակ էլ կա ստեղ 14 համարի մեջ։ Ուստի սիրելիներ, սրանց սպասելով ջանացեք, որ նա ձեզ ամբից ու անհարատ գտնի խաղաղությունով։ Նա ձեզ գտնի, նա գալու է ում հետևից իրեն սպասողներ, եւ իրեն սպասողին ոնց է ջոկելու, ամբից անարատ խաղաղությունով։ Կարող եք sense հասկանալ։ Նա պիտի գա, դե արդեն շատ անգամ խոսել ենք, ավետարանների մեջ կա, երբ վերջի փողի ինչ-որ ժամանակ Հիսուս որ տիկա ամպերով եւ գրած է իր հրեշտակներին պիտի ուղարկի երկրի 4 ծայրերից, պիտի հավաքեն ում քիչ առաջ կարդացինք, իրեն սպասողները։ Եվ այդ իրան սպասողները, հրեշտակները որ գան, ոնց են ջոկելու, ով է իրան սպասող, Հիսուսին սպասողը։ Գրված է, ամբից անարատ խաղաղությունով ստեղել, սուրբ վարմունքով եւ բարեպաշտությունով։ Այս մարդիկ են Հիսուսին սպասողները։ Ունեք բան ասելու։ Իսկ ով համաձայն չի։ Կա մարդ որ համաձայն չի այս խոսքերին։ Դե պարզա, իմ խոսքերը չեն, բոլորդ հասկանում եք, Աստծո խոսքերին։ Եթե այս խոսքերին համաձայն չեք, ուրեմն Աստծո հետ համաձայն չեք։ Իսկ որ Աստծո հետ համաձայն չի, ուրեմն Աստծուն սպասող չի։ Լավ, կներեք, որ ասենց ասի ով համաձայն չի։ Բայց դե ցավոք, ոմանք չեն ասում համաձայն չեն, բայց իրանց կյանքը այդքան էլ չի ասում, որ ինքը համաձայն է։ Այսքանը դες առաջ անգամ չեք լսում, կարծում դուք կարդացել եք, նաև լսել եք շատ անգամ։ Այսքանը իմացողը, որ եկուս տենաս մեկի հետ վիճում է։ Ինչ կասես, ինքը սրա մեջ է, թե սրա մեջ չի։ Այսքանը իմացողը, վաղը տենաս մեկի հետ խռով է։ Կներեք, ես էլ եմ ասել, սովետի ժամանակվա ինձ եմ հավաքի մեջ, այն ժամանակվա շատ օրինակներ են տպավորի մեջս։ Շուկայում տեսել եմ 20 կոպեկի համար կռվել են։ Բայց մեկը 20 կոպեկի համար չէ, 20 միլիոնի համար թեկուզ, եթե կռվում է։ Են ես սպասման մեջ է թե չէ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այս սպասողները ջոկվում են։ Եթե մենք էլ չջոկենք, բայց երկինքը ջոկում է։ Աստված ջոկում է, տեսնում է։ Գիտեք, չէ, Աստված մեր ներքնաշխարհը տեսնում է։ Մեր մտքերը հիմա մենք չենք տեսնում, բայց հրեշտակները մեր մտքերը տեսնում են։ Աստված մեր մտքերը տեսնում է։ Եվ այս մարմնից, որ մենք դուրս գանք, այդ կլինիկական մահ տարածներից ես լսել եմ շատ անգամ, որ ընդեղ արդեն քո մտքերը լրիվ բաց ու հայտնի են։ Նենց որ Աստված տեսնում է մեր մտածելակերպը։ Մենք այսպիսին ենք, թե թեից հետո լավ կլինի չլինի։ Նորից եմ ուզում ստերկ դառնամ, հետո կշարունակեմ։ Ներող կլինեք, որ նորից նույն բաները պիտի ասեմ։ Ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, ձեզի ինչպիսի մարդիկ լինել կվայել է, սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ սպասելով ու արտորալով Աստծո օրվան գալուն, որի մեջ երկինքը կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկած պիտի հալվեն, սակայն իր խոստումի համեմատ նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարություն կբնակվի։
Ստե մի հատ արտորալու բառի մասին եմ ուզում երկու բառ ասեմ։ Մեկ էլ որ էսի որ վարվում է, Աստված մեզի օդի մեջ չի թողելու։ Նոր երկինք, նոր երկիր կա, բայց հայտնության մեջ էլ կա գրված ուրիշ տեղեր էլ։ Այդ նոր երկինք եւ նոր երկրի մեջ արդարություն պիտի բնակվի։ Մեղավորը այնտեղ չի կարող մտնել։ Մեղավորը այնտեղ մուտք չունի։ Այնտեղ պիտի մտնեն բարեպաշտությամբ, սուրբ վարմունքով, ամբից ու անարատ խաղաղությունով սպասողները։ Բայց ես արտորալու համար եմ ուզում ասեմ։ Արտորալ բառը հայերեն է, չէ՞։ Շտապել, հա, վրազել, շտապել։ Էլ այդ ավտոբուսի սպասելու օրինակը ասեմ։ Ասենք, եթե իմանաս, որ ավտոբուսին էլ մի ժամ կա, մի ժամ սենց զգաստ կայնած չես սենց նայի փողոցին։ Կարող է թաս նստես, եթե զրուցես, բայց եթե իմանաս արդեն րոպեներ են, լրի ուրիշ բան կունենաս, չեն, կեցվածք։ Այսինքն, եթե գիտես շատ մոտ է, արդեն քո մեջ էլ սիրտը թփթփում է։ Արդեն վռազություն է գալի։ Շուտ արեք, վեշեր բերեք, երեխեք, հեռու չետակ։ Հանկարծ մի բան չմնա, եւ այլն եւ այլն։ Արդեն ժամն է։ Ժողովուրդ, Աստված չի հայտնե օրը ժամը, որ մենք միշտ արտորանք։ Այսինքն մենք ամեն վարքյան պատրաստ լինենք։ Նենց չլինի, որ ասենք, հա, հələ կա, դե լավ, հələ դա մի քիչ էլ էս աշխարհը վայելեմ նոր։ Չնայած ես զարմացած եմ այն հոգևորների վրա, որ այս աշխարհի վերաբերալ դեռ այդ վայելք բառը ասում են։ Ես իմ կյանքի իմ անձի համար կասեմ, այն ծունկի վրա կամ կայնած կամ նստած այն մի հատ Քրիստոսի հետ հանդիպումը չեմ փոխի աշխարհի բոլոր վայելքների հետ։ Իմ անցած կյանքում ինչքան եմ վայելել, բոլորը ես կջնջեմ, մի հատ չեմ փոխի Հիսուսի հետ այդ հանդիպման հետ։ Գիտեմ դուք ինչպես իմ չափանիշները սենց են։ Ասենք, այս հանդիպումը թողեմ, այդ աշխարհի ինչը վայելեմ։ Աշխարհի վայելքները ցավ ու տառապանք են։ Այն ուրախության մեջ էլ առակած գրքում թե ժողովի մեջ կա։ Ուրախության մեջ էլ տրտմություն կա։ Այն ամենաուրախ ժամանակ էլ տրտմություն կա։ Բայց Աստծո հետ հանդիպումը դա հնարավոր չէ լեզվով բացատրել։ Նենց որ ոչ թե մտածես, մի քիչ էլ էս աշխարհը վայելեմ նոր, Տեր Աստված, շատ շուտ եմ ուզում քո հետ հանդիպեմ։ Այս արտորալ է դա։ Շատ շուտ եմ ուզում քո հետ հանդիպել։ Այնքան սրտանց եմ սպասում, որ Երանի, եթե հիշում եք Պողոս Արաքյալը ասենց ասեց, որ չեմ կարող ոնց ասեմ, կողմնորոշում գնամ թե մնամ, ես չգիտեմ, այդ ինչ վիճակ էր, որ արդեն ինքը իր ձեռներ էլի գնալը թե մնալը, դա իմ համար էլ հասկանալի չի, բայց վերջ ասում է ներն եմ մնացել, գնամ թե մնամ, բայց գնալու մասին սենց էր ասում։ Իմ համար գնալը շատ լավ է։ Երանություն է, որ գնամ, վայելեմ Հիսուսի ներկայությունը։ Այդտենց ոնց որ մենք Երանի տանք շուտ գնալը, Երանի տանք շուտ ընդեղ հասնելը։ Ես մասին եթե բանուն եք համեցեք։ 2 տարի առաջ սպասելու վերաբերյալ ոնց որ խոսք էի խոսացել, այնտեղ այսպես մի բան էի ասում, որ տարբեր ձևի են մարդիկ սպասում։ Դե կա մարդ, որ ընդհանրապես չի սպասում, իր գործերը վկայում են, մարդը կա սրտի թրթիրով է սպասում։ Բայց մի հատ օրինակ կա, որ ուզում եմ բերեմ, օրինակ, որ դու գիտես, որ քո տունը մարդ պետք է գա, ու նախապես առևտուր ես անում, պատրաստություն ես քաշում, որ պատվով դիմավորես իրան։ Ոչ թե սպասում ես, ասում ես, դե լավ, երբ կգա, հենց գա կվազեմ խանութ կբերեմ։ Կարող է ուշ լինի չհասնես պատրաստություն քաշես, էլի։ Հիմա այս օրինակով ուզում ասեմ, այն անխելք հիմար կույսերի պես չլինեն, որ վերջի պահին վազեցին ինչ-որ բան առնելու։ Նախապես ունենանք, նախապես պատրաստ լինենք, որ պատվով նրան դիմավորենք։ Մի օրինակ էլ ասեմ,
մարդիկ էլ կա սխալ տեղ են սպասում, այդ մեր հետ պատահել է, էլի, Սոչիում էինք, ուրեմն գնացքը, մենք էլ նենց հաշվարկով ենք դուրս եկի, որ պիտի հասնենք ու ժամ ու կես առաջ մտնենք, ոնց որ ռեգիստրացիա էլի, ու կանգնել ենք միտեղ ենք սպասում գնացքի, որ լրիվ հակառակ ուղղությամբ անգամ։ Դե մենք այդ ուղղությամբ գնային, մի 10 հոգով ուշանում էինք։ Սա ինքնադրից է, դրիչից։ Վերջը մեկը գլխու գցեց, գնացինք ճիշտ տեղը կանգնեցինք ու վերջի րոպեին արդեն գնացքը կանգնած։ Ու հասցրեցինք տեղ հասնենք։ Էլ ես էլ կա, որ մարդ կարա սխալ տեղ էլ սպասի։ Ինքը կարծում է թե սպասում է, բայց իր տեղը սխալ է, այդ իր սպասելը իր ուրիշ տեղ է տանել։ Առաջինի մասին մի քանի բառ ավելացնեմ, այդ օրասի սրտի թրթիրով հիշեցի, որ եթե շատ սպասված, շատ թանկ հյուր է գալու, անընդհատ լուսամուտից են նայում, դռնից են նայում, տենաս եկավ, երեխեք բաներեք վերջը եկավ, այսինքն սրտի թրթիրը իսկապես երևում է։ Այդ արտորալ երև հենց էտ է, որ շատ ամեն բան ոնց որ դրել ես միայն այդ սպասելն է քո մեջ, այդ սխալ տեղը սպասելը երևի մի ամբողջ օր կարելի է դրա մասին խոսել։ Սխալ տեղ սպասելը, սխալ ձևով սպասելը։ Ցավոք շատ այլ կրոններ ասեմ, այլ կրոնները բոլորը մտնում են դրանց մեջ, օրինակ ասենք Եհովայի վկաները սպասում են, բայց բոլորս էլ համոզված ենք, որ իրանց սպասելիքը բայց էլի կան մարդիկ, որ կարող է Եհովայի վկա չեն, մեր նման, մեր մեջ են, բայց քիչ առաջ ասացի, եթե իրանք դեռ այնպիսի մեղքերի մեջ են, որ դա խանգարում է իր եւ Աստծո կապին, այդ իր սպասելիքի զոր, ինքը սխալ տեղ է սպասում։ Եթե ինքը սուրբ վարմունքի մեջ չի, ինքը սխալ տեղ է սպասում։ Ընդունում եք սա։ Եթե ինքը բարեպաշտության մեջ չի, սխալ տեղ է սպասում։ Այդ մասին շատ կարելի ասել, Աստված օրհն քեզ Արսեն ջան։ Կարևոր միտքեր։ Էլ բայց այդ պոեզին սպասել հետաքրքիր է։ Լավ, ուզում եմ մի համարել մեջտեղ բերեմ։ Հուդայի թուղթը։ Մի գլուխա 21 համարը։ Հենց հայտնությունից առաջ այդ գիրքն է, 21 համարը։ Գրված է. Ձեր անձերը Աստծո սիրո մեջ պահեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը սպասելով հավիտենական կյանքի համար։ Հիսուս Քրիստոսին հավիտենական կյանքի համար սպասողի համար մի հատ որակ ասում։ Ձեր անձերը սիրո մեջ սպասեք։ Դեռ քանի որակ ասեցինք, սուրբ վարմունք, բարեպաշտություն, ամբից, անարատ, խաղաղությունով ստեղել սիրո մեջ։ Այսինքն, եթե դու սիրո մեջ չես, այդ քո սպասելը իզուր կլինի, ուրիշ տեղ ես։ Արսենի խոսքը արդեն այսպես շատ գործած է։ Եթե սիրո մեջ չես, դու ճիշտ տեղում չես սպասում։ Հիսուս կգնա խաբար չես լինի։ Բան կասեք այս մասին։ Ուրեմն երեք ես ընդեղ սրանից առաջ չեմ գնացել, դրա համար չեմ ուզում շատ առաջ գնամ, բայց ուզում եմ ես սպասելու մասին էլի ոնց որ լիքն եմ ասելու։ Ժողովուրդ, սպասողը նաև կաշխատի կապ ունենալ։ Հիմա դարն ենց, որ հեռախոսից մոտս չի, գրած հեռախոսները անջատեք, ես ընդհանրապես չեմ բերել, որ անջատելու կարիք չլինի։ Հիմա ծրագիրներ կան։ Երևի այսօր թե երեկ հիմա ցույց տվեց, տնից նայմա տենա բանը տրանսպորտը ուր է հասե։ Ասենք երրորդ համարը ուր է հասե, որ կհասցնի թե չէ։ Հիմա եթե ասես մի կապ է հնարավոր, որ տենաս ուր է հասել։ Սպասողը անընդհատ
այդ կապի մեջ կլինի, տենա ուր է հասել, ճիշտ եմ ասում։ Սպասողը կուզենա իմանա, շատ է տևելու, քիչ է տևելու, ինքը որ մասում է, ճիշտ տեղում է, ճիշտ բանի է սպասում, ճիշտ ձևով է սպասում եւ այլն։ Սպասողը հատուկ որակների մեջ պետք է լինի։ Սպասողը պետք է անընդհատ ստուգի։ Ես իմ կյանքից մի հատ բան պատմեմ։ Ռուսաստանում էի, դասերի էի գնացել, հետո այդ դասերից հետո գնացի աղբերս միտեղ նստած, այսինքն աքսոր էր, էլի։ Հիմա գնայի իրան բան տանեի։ Գնացի իրան հանդիպեցի, ուրեմն գլխավոր պոեզից բացի մի հատ էլ, ոնց որ ասենք Երևան, Մոսկվա պոեզից բացի մի հատ էլ Երևան Սևանկա, չէ՞։ Ընդեղ էլ մի հատ տենց առանձին պոեզ էր, դրանով գնացել, հետո կներեք որ պոեզ եմ ասում էլի։ Հետո դրանով դի դառնայի այդ գլխավոր մեծ քաղաքը, որ այդ մեծ քաղաքից նստեի գնայի Մոսկվա, Սամալյոտ տոմսն լարացել որ դի գամ Երևան։ Դե որ գնացել է աղբորը ստենալու, պասպորտս տվել է այնտեղ, չգիտեմ են որտեղա, որ իրավունք տան տենալու։ Տեսա վերջը ինչ որ այա։ Վերադարձա, եկա այդ պոեզը եկավ, նստա որ պիտի գամ, այն մեծ քաղաքը։ Կիրակի իրիկուն էր։ Նստացեմ, մեկ էլ լիքը ուսանողներ են, հասկանում են, որ այդ ջուղերի ուսանողներ են, գնում են քաղաք, որ հաջորդ ամբողջ շաբաթ այնտեղ դասեր լինեն, շաբաթ կիրակի գալիս էին աստիները։ Մեկ էլ այդ ուսանողներից մեկ իր դոկումենտները հանեց նայում էր, մտքով սանցա մի հատ իմ դոկումենտներ լանում։ Մեկ էլ տեսա պասպորտը մոտս չի։ Ուրեմն այդ պոեզն էլ ուզում է եթա ժամ եկել է, չի կարում եթա։ Հետո հասկաց, որ Աստված իմ համար էր կայացրել։ Պոեզից դուրս թռա։ Վազա գնացի պասպորտս մինչև վերցրի պոեզը գնացի։ Եվ մնացի տեղ։ Գիշերվա կեսին նոր մի վագոնանոց բան կար։ Այդ որ սարքում են բան եւ այլն։ Դրանով գնացի վերջը գնացի հասա, բայց Սամալյոտից ուշացա։ Ինչևից է։ Ճիշտ սպասող չէի։ Պասպորտս թողել էի այնտեղ, այդ պոեզը նստել որ հետա։ Ժողովուրդ, ձեր դոկումենտները ստուգեք։ Ես որ ասում ձեր դոկումենտները պարզա, ի նկատի չունեմ այս երկրային դոկումենտները։ Ես կարծում այս սուրբ վարմունքը, բարեպաշտությունը, սերը, անարատությունը, սրանք մեր այն դոկումենտներն են, որոնցով մտնելու ենք Աստծո ներկայության մեջ, որոնք մեզ թույլ են տալու, որ հրեշտակը մեզ վերցնի եւ տանի Հիսուսի ներկայության մեջ։ Միշտ ստուգեք։ Դրա համար երկրորդ Կորինթացիների 13:5-ում գրված է. քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք, փորձեցեք ձեր անձերը։ Չլինի թե խոտելի լինեք։ Չլինի թե այդ օրը մի բան բաց եք թողել։ Այ շատ տեղին Արսենը ասեց, դրա վրա մենք հետո էլ կան կառնենք հիմար կույսերը, իրանց հիմարություն ինչումներ, այդ իմ հիմարությունը, իմ պասպորտը այնտեղ թողելն էր։ Իրանց հիմարություն ինչումներ ինչ որ բան պակաս էր։ Պակաս բան կար։ Դե իրանց յուղն էր պակաս, մենք մերն էլ, չգիտեմ ինչը պակաս կլինի, պակաս բան չթողենք։ Սա ուզում են ամենայն ոչ թե պատասխանատվությամբ, այն սրտի խորքից հայտարարեմ։ Ժողովուրդ, միայն ստեղ գալ գնալը շատ քիչ է։ Պակաս բան չթողես։ Միշտ քննի քո անձը։ Փառք Աստծո, բոլորը գիրքը ունեն։ Բոլորը կարող են կարդալ։ Եթե մի բան կա, որ քո եւ Աստծո կապի մեջ խանգարող է, այդ խանգարող բանը թող։ Մի հանգստացի, հանգիստ մի տուր, միտեղ գրած է քո աշկերին քուն մի տուր, մի հանգստացի, մինչև որ պատասխանը ստանաս։ Ձեր դոկումենտները աշխատեք տեղին լինի, պասպորտը չմոռանաս միտեղ։ Իսկ եթե պասպորտ ուրացի, գիտեք, ասում եմ որ քո ոսոխի հետ եթե ճանապարհի մեջ ես, ճանապարհին, քանի տեղ չես ասել, նրանից ազատվելու ջանք արա։ Այս էլ է այս պասպորտի, այս դոկումենտի հարցը։ Եթե մի հատ կապ կա, քանի ստեղ ես այդ կապը աշխատի կտրես, քանի ստեղ ես աշխատի ազատվես մի բանից, որը չես կարողա
հանկարծ բան տկցի։ Աստված օրհնի ձեզ։ Ես ավարտեցի, բայց ել եմ հարցնում, ծառայողներ, եթե բան եք ասելու, համեցեք։ Ռոմեացիների մեջ, որ ասում է, որոնց որ սկզբից ճանաչեց, նրանց էլ նախասահմանեց, եւ որոնց նախասահմանեց, նրանց էլ արդարացրեց, եւ որոնց արդարացրեց, նրանց փառավոր արեց։ Վերջնական նայում ես, ոնց որ Աստծո նպատակը, որ փառավոր դարձնի եկեղեցին, կամ ամեն մեկիս։ Որ նայում ես այդ առաջ ու ճանաչելու մեջ, նախասահմանելու մեջ ու արդարացնելու մեջ մենք տենց բանս ու բաժին չունենք, այդ լրիվ ինքն արե։ Բայց այս փառավոր դարձնելու մեջ մենք պետք է ունենանք մեր մասնակցությունը։ Որովհետև այդ սուրբ ամբից անարատ, որ կանգնեցնի Աստծո առջև, տենց չէ, որ Աստված ոմանց տենց կանոնացնի, ոմանց չէ։ Այնտեղ է հարցը, որ մենք դի մեր երկրավոր կյանքի մեջ հասցնենք այդքան փոխվենք։ Հասցնենք, որովհետև ասենք մարդկա անգործ սпасելն էլ մի բան չի, էլի։ Բան չի անում, բայց սпасում է։ Որովհետև այդ եկողը մենակ չի գալի, որ քեզ ուղակի տան, գալիս որ քեզանից մի հատ վիճակ տենա քո մեջ, վերափոխված կյանք տենա, այն անարած, սուրբ, ամբից, որ կանգնեցնի Աստծո առաջ։ Այստեղ արդեն մեր մասնակցությունը կա, մեր բաժինը կա։ Էլի իր օգնությամբ այդ ամեն ինչը կատարվելու նես չեն 3-5 հարես 4 թողել լրիվ մեր վրա։ Չէ իր հոգով, իր օգնությամբ։ Բայց այստեղ արդեն մենք պետք է կարողանանք այս մեր երկրավոր կյանքի մեջ հասցնենք։ Եբրայեցիների մեջ էլ ասում են երկիրը, որ իր վրա միշտ անձրև է գալի, պիտանի արդյունք բերի նրանց համար, ում ձեռով մշակվում է, Աստծո օրհնություն կընդունի։ Բայց երկրի տեսակել կա, որ ասում է կգա վրան, բայց փուշուտատաս կաճեցնի։ Այսինքն փուշուտատաս գիտենք, որ անեցքից հետո եղել երկրի վրա, կարա նույն եկեղեցու մեջ մեծանան մեկը պիտանի Աստծուն, մեկը պիտանի չի։ Մեկը պիտանի Աստծո գործի համար, մեկը պիտանի չի։ Մեկը պիտանի արքայության համար, մեկը պիտանի չի, բայց նույն խոսքն են լսե, նույն ծառայություններին մասնակցել, որ ասում է բոլորները նույն ամպիտակ էին, նույն կրակիցին տակ, բայց ոմանց Աստված չհավանեց։ Հենց որ մենք պետք է շատ լուրջ պատասխանատվություն կրենք մեր փոխվելու հարցում։ Եթե մտածում ենք մենք ոչ մի բան չանենք, Աստված մեզ կփոխի, սի խապ կանքա։ Շատ լուրջ, պետք է Աստծո վախով լցվենք, տենց է գրած ասում, Աստծո վախով ազատվեք հոգու մարմնի բոլոր պղծություններից։ Ամեն։ Սպասելը իր մեջ բավականին բաներ է պարունակում։ Այսօր սահմանափակվենք այսքանով, բայց ասում եմ, մենք այս սպասելու վերաբերել դեռ խոսելու ենք։